կարծում եք, որ Հայաստանում այլևս ընտրող չկա, որը լրջություն է փնտրում։ Չէ, միանշանակ կա։ Ես այդպես չեմ մտածում։ Մեր ընտրողը ես կարծում եմ միանշանակ լուրջ, մտածող, Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք։ Ստեյության։ Խոսքը գնում է հետևյալի մասին, դու սեփական ժողովրդիդ հարգում ես, թե չես հարգում։ Դու ընտրությունները կրկես ես վերացում, թե լուրջ ես վերաբերում։ Իրականում այն ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերացել չի, արդեն ցենց կոպիտ ասած դուրդոմի վերացել, էլի գժանոցի։ Այ մոտարապես մենք այդ վիճակին ենք հասնում։ Եվ խոսքը նրա մասին չի, որ ինչ որ մեկը մի բան աղոթում կամ մյուսն աղոթում, խոսքը նրա մասին է, թե ում դու դիմում ես, իսկ դա արվում է ընտրողի համար, ժողովրդի համար։ Դու իրեն հարգում ես, թե ոչ։ Դու իրեն օպել քշող համբալի տեղ ես դնում, կամ դու իրեն դնում ես մարդու տեղով, չգիտե թե 10,000 դրամը ոնց ծախսի։ Եթե այդպես ես համարում, ուրեմն ճիշտ անում ենք։ Ես չեմ համարում, որ դա այդպես է։ Դուք կարծում եք, որ գիտակցված որոշում կկայացնի ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված, այո, վերջապես կգնահատի, թե ինչ է կատարում։ Նաև մենք այստեղ պետք է կարողանանք այդքանը բացատրենք մարդկանց, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջերտին ձեր նկատմամբ։ Մաքսիմալ անլրջացնել process-ը, որ լուրջ քաղաքական դիսկուրսի համար տեղ չմնա։ Որ մարդիկ սկսեն կրկնօրինակել, օրինակ, որ մյուս քաղաքական ուժերը ասեն, այ միգուցե ճիշտը սա է, միգուցե սրանով է կարելի ինչ-որ ձայներ բերել, բայց դա կբերի նրան, որ մենք մտնելու ենք անլրջության դաշտ։